Նայիր մինչև վերջ, եթե սիրում ես համեղ պատրաստել։ Պատրաստում ենք ավանդական խաշլաման ջեռոցում։ Սկզբի համար կտրատում ենք լոլիկը, որպեսզի անցկացնենք բլենդերով։ Ավելացնում ենք համեմունքներ, աղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ։ Թանձր չլինելու համար ավելացնում ենք նաև ջուր։ Այնուհետև կտրատում ենք սոխը և դասավորում տապակի մեջ։ Հաջորդիվ կտրատում ենք պղպեղները և դասավորում տապակի մեջ։ Տավարի միսը նույնպես դնում ենք տապակի մեջ։ Ես նախընտրել եմ եփել մեծ մսի կտորներով, դուք կարող եք փոքրացնել մսի կտորները։ Ինչու՞ չէ, նաև կարող եք պատրաստել նույն խաշլաման գառի մսով։ Տապակի մեջ ավելացնում ենք կարտոֆիլները և լոլիկները։ Ավելացնում ենք ամբողջական սխտորը և կծու պղպեղը էլ ավելի ախորժելի դարձնելու համար։ Այս ամենի համն հոտը բոլոր բաղադրիչների վրա ավելացնում ենք լոլիկի թանձրուկը։ Ավելացնում ենք ձեթ և մի փոքր աղ։ Վերջում ավելացնում ենք մեր քաղցր պղպեղները։ Տեղափոխում ենք ջեռոց 1.5-ից 2 ժամ, կախված մսի չափսից։ Մեր խաշլամայի վերջնական բույրը ամբողջացնելու համար կտրատում ենք խառը կանաչի։ 2 ժամ հետո հանում ենք ջեռոցից և դասավորում մատուցվող ափսեի մեջ։ Դե սիրելի հետևորդներ, ասեք, որ ախորժելի տեսք ունի։ Մինչ կդասավորեմ, մի մոռացիր հետևել էջին, իսկ ամենավերջում լայքիր հոլովակը և մեկնաբանություններում գրիր քո կարծիքը։ Ինչպես ասեցի, խաշլամայի վերջնական բույրը ամբողջացնում ենք խառը կանաչիով։ Բարի ախորժակ։